Ողջույն հարազատներ, այսօրվա խոսքը, որ ունեմ Սուրբ Հոգուց առաջնորդված, պետք է սկսեմ հարցումով. որտեղից ես դու կերակրվում։ Մենք ունենք մեր մարմնի կերակուրը, որ ամեն օր կերակրվում ենք, եւ կա նաեւ մեր մտքի եւ մեր հոգու կերակուրը։ Մենք ուզենք չուզենք այստեղից, այնտեղից ինչ որ նորություններ ենք լսում, ինչ որ մտնում է մեր մեջ, այդ խոսքերը կամ ինչ որ մենք կարդում ենք, ինչ որ գիրք, դա մեր կերակուրն է։ Եվ կա երկու տեսակի կերակուր։ Երրորդը չկա։ Միշտ մարդիկ այդ երրորդի մեջ են ուզում իրանց այսպես զորով տեղավորեն, որի մասին ես խոսել եմ եւ միշտ փորձում եմ ասել, որ երրորդը չկա, երրորդ տարբերակ գոյություն չունի։ Առաջինը դա Աստծո մաքրամաքուր խոսքն է, որից դու կարող ես կերակրվել, որը Տիրոջ ճշմարիտ խոսքն է, Աստվածաշունչ մատյանի միջոցով, որ փոխանցվել է մեզ, եւ դա աղոթքի միջոցով, Տիրոջ հետ հարաբերվելու այդ միջոցն է, որ դու կերակրվում ես Աստծո մաքրամաքուր խոսքով։ Եվ բնականաբար, երբ որ դու կերակրվում ես Աստծո մաքրամաքուր խոսքով, դու ճշմարտության մեջ ես, ասել է թե դու քո առաքելության մեջ ես, դու քո կանչվածության մեջ ես եւ դու գիտես քո արարման նպատակը եւ գիտես Աստծո կամքը քեզ համար եւ գիտես քո անելիքը այս աշխարհի մեջ։ Այս կարևորագույն բաները, որ ես միշտ ասում եմ, ով ես դու, ինչի համար ես եկել եւ ուր ես գնալու, սա պիտի հստակ լինի քո մոտ։ Եթե դու կերակրվում ես Աստծո մաքրամաքուր ճշմարիտ խոսքից։ Բայց կա նաեւ սատանայի ստության լափամանը։ Կներեք, որ այսպես կոպիտ եմ ասում, ուզում եմ, որ մենք հասկանանք, որ եթե մենք ճշմարտության մեջ չենք, մենք անիրավ սատանայի ստերի մեջ ենք։ Եվ մենք այդ սուտը ընկալում ենք, ընդունում ենք որպես ճշմարտություն, ինչու, որովհետև ճշմարտությունը չգիտենք։ Մի մարդ, որ ճշմարտությունը գիտի, իրան չես կարող խաբես։ Եվ դրա համար Տեր Հիսուսն ասեց. ճաշակեցեք եւ տեսեք, որ ես բարի ու քաղցր եմ։ Դավիթն է Սաղմոսներում ասում։ Ճաշակել ինչ է նշանակում, սիրելիներ, այսինքն ուտել, համը առնել։ Քո հոգևոր քիմքը պիտի ճանաչի, որ Աստված բարի է եւ քաղցր է։ Ոչ թե դրսից ով ինչ է ասում, Անահիտը ինչ է ասում, կամ այն մյուսը ինչ է ասում, չէ, դու պիտի մեջիցդ ճաշակես, ինչպես որ կերակուրը ուտում ես, կամ ձմերուկը, եւ ձմերուկի համը դու գիտես, ինչքան ուզում ես քեզ պատմեն ձմերուկը ինչպիսին է, դու այդ համը չես հասկանա, բայց երբ որ մի կտոր ուտում ես, ասում ես, «Էլ մեկ ասի, ես արդեն գիտեմ ձմերուկի համը», չէ՞։ Եվ նույնը Տիրոջը, ինչքան որ դրսից մենք մարդկանց ասում ենք, դա նույնը չի, երբ որ դու ճաշակում ես, երբ որ դու ուտում ես Աստծո խոսքը, դա նույնը չի։ Եվ սրա համար պետք է, որ ամեն մարդ իր անձնական աստվածճանաչությունը ունենա։ Լավ է, որ մեր կողքը ունենք մենք հոգատար, զորավոր Աստծո զավակներ, որ մեզ վեր են բարձրացնում, մեզ համար բարեխոսում են, աղոթում են, սա շատ լավ է, որ մեր կողքը կան մարդիկ, ովքեր որ հոգ են անում մեր հոգևոր աճի համար, մեր ապաշխարության համար, Տիրոջը մոտենալու համար, սա շատ լավ է, սա երանելիություն ու օրհնություն է, եթե դուք ունեք այդ մարդուն ձեր կողքը, եւ ես էլ փորձում եմ, որ այս փոքր ուղերձներով ես էլ ձեր սրտերին հասնեմ եւ օգտակար լինեմ ձեզ համար։ Բայց եթե դու այս ճշմարտության մեջ չես, դու սատանայի այդ ստության լափամանից ես ուտում։ Իրա ստերը որպես ճշմարտություն ես ընդունում։ Եվ մարդիկ մեղքի մեջ ապրելով ասում են, դե ես իմ ճակատագիրն է։ Բայց ով ասեց քեզ։ Անիրավ սատանան, եւ դու դա ընդունեցիր որպես ճշմարտություն, այո, որովհետեւ դու չես ճանաչում քո արարիչ Աստծո ով լինելը, դու չգիտես, որ քո հայրը բարի է եւ իր կամքը բարի է ու կատարյալ է քեզ համար եւ ամենալավագույնն է քեզ համար եւ քո Աստված մեղքի բաժին քեզ չի տվել։ Հիսուս Քրիստոս խաչվեց, մահացավ եւ հարություն արավ, որպեսզի դու մեղքից հավիտյան ազատագրվես եւ Տիրոջ կամքն է, որ դու կապվածությունների մեջ լինես, քավ լիցի սիրելիներ, սա սատանայի սուտն է, որ ընդունել եք որպես ճշմարտություն։ Եվ ինչն է կարևորը, որ եթե դու ճշմարտության մեջ ես, դու ամբողջությամբ պիտի ճշմարտության մեջ լինես։
կիսով չափ չի կարող լինել քո փրկությունը։ Կամ դու ամբողջությամբ ընդունել ես Հիսուս Քրիստոսի կատարած զոհաբերությունը, խաչը, մահը եւ հարությունը, կամ դու դա մերժել ես։ Կամ դու ընդունել ես Քրիստոսի արյունը որպես պատվական գին քո փրկության համար, կամ դու անարգել ես այդ արյունը։ Կամ դու ընդունել ես Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ եւ մեռելներից հարություն առաջ ճշմարիտ միակ Աստված, արարիչը երկնքի ու երկրի, կամ դու դա մերժել ես, չես ընդունել։ Չկա կիսով չափ մեղավոր կամ կիսով չափ արդարացված։ Եթե Հիսուս Քրիստոս քո Տերն է, դու արդարացված ես ամբողջությամբ։ Եթե Հիսուս Քրիստոս քո Տերը չի եւ դու ճշմարիտ խոսքի մեջ չես, դու արդարացված չես ոչ մի գրամ։ Եվ սա է սատանայի մոլորությունը, սիրելիներ, որ մեզ այսպես երկու նժարի վրա է ուզում պահի, բայց Տեր Հիսուսն ասես չես կարող երկու տիրոջը ծառայես։ Հիմա ուզում եմ, որ ուշադրություն անես, սիրելիս, որտեղից ես կերակրվում։ Որն է քո այդ ինֆորմացիայիդ աղբյուրը որտեղից է, ով է քեզ ասում ով ես դու, ինչ պիտի անես, ոնց պիտի անես, ով է քեզ թելադրում, ով է կառավարում քո միտքը, սիրտը, հոգիդ, անձը, որտեղից է այդ աղբյուրը։ Եվ այսօր, եթե հասկացար, որ դու սխալ տեղից ես կերակրվում, սատանայի լափամանից ես կերակրվում ստության, այսօր կանգ առ եւ կանչի Տեր Հիսուսին, խնդրի, որ Տեր Հիսուս ընդունի քեզ, քո մեղքերդ խոստովանի Հիսուս Քրիստոսի առջև եւ կերակրվիր Հիսուս Քրիստոսի մաքրամաքուր ճշմարիտ խոսքերով եւ ճանաչիր ու ճաշակիր, որ բարի է քո Հայրը, քաղցր է քո Տերը եւ նրա կամքը ամենալավագույնն է, որ որոշել ու նախասահմանել է քեզ համար, քանի որ նա մահացավ, խաչվեց եւ հարություն առավ, որ դու հավիտյան ապրես իր փառքի մեջ, սիրելիս, եղիր օրհնված։